Հուլիսի 2-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի ռեժիմ գրառում է կատարել, որով զգուշացրել է հեծի աշխատակիցներին, թե այն մարդիկ, որոնք աշխատանքը թողած զբաղված են քաղաքական խարդավանքներով, այս ամիս կազատվեն աշխատանքից։ Նրանք, ովքեր հեծ աշխատողներին պարտադրում են հավաքների մասնակցել, կդատվեն։ Հեծի այն աշխատողներ, ովքեր դիմադրում են առաջին երկու խմբերին եւ հավատարիմ են մնում իրենց աշխատանքային պարտականությունների կատարմանը, որևէ խնդիր չեն ունենա, գրել է նա։ Ի պատասխան Տաշիր ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը հայտարարել է, որ այն աշխատակիցները, ում կսպառնա աշխատանքից ազատվելը, նրանց խախտված իրավունքները կվերականգնվեն, իսկ այդ ընթացքում նրանք կունենան համարժեք պայմաններով աշխատանք։ Այսօր ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվեց նաև հեծը պետականացնելու մասին նախագիծը։ Հուլիսի 2-ի առավոտից գործարար Սամվել Կարապետյանին պատկանող Տաշիր ընկերությունների խմբի Երևանյան գրասենյակում խուզարկություններ են իրականացվել։ Քննչական գործողությունները իրականացվել են տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման եւ առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարները չվճարելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Նման բան գոյություն չունի, սա ապօրինությունների շղթա է, որը կանխատեսելի էր եւ կարծում եմ դեռ կշարունակվի։ Քննիչները խուզարկության ընթացքում արգրավել են գրասենյակի համակարգիչներն ու փաստաթղթերը, հայտարարել է Կարապետյանի փաստաբան Արմեն Հերոյանը, արձագանքելով ՔԿ-ի գործողություններին։ Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ Առաքելական եկեղեցուն, որից հետո կալանավորվեց 2 ամսով։ Ռուսաստանը շահագրգռված է կայուն զարգացող Հայաստանով, քանի որ նման երկիրը շահավետ է նաև մեզ։ Հուլիսի 2-ին այս մասին հայտարարել է ՌԴ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա մեկնաբանել է որոշ լրատվամիջոցներով եւ հանրության կողմից Հայաստանի ընդդիմությանը եւ հոգեվորականներին Ռուսաստանի հետ կապելու քարոզչական թեզը։ Սա սարսափելի տեղեկատվական արշավ է Հայաստանի եւ առաջին հերթին հայ ժողովրդի դեմ, որովհետեւ այն սպառնում է հայ հասարակությանը։ Զախարովան միևնույն ժամանակ կոչ է արել Ռուսաստանի քաղաքացիներին, ովքեր գտնվում են Ադրբեջանում կամ պլանավորում են այնտեղ ուղևորություն, պետք է հաշվի առնեն տիրող իրավիճակը վերոնշյալ երկրում։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին հուլիսի 2-ին մեղադրանք է ներկայացվել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու եւ օրենքով սահմանված արգելքին հակառակ ձեռնարկատիրական գործունեության ապօրինի մասնակցելու համար, հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։ Գնված քրեական վարույթով իրականացված նախաքննության պարզվել է, որ Սարգսյանը 2000-2018 թվականների ընթացքում զբաղեցնելով պաշտպանության նախարարի, ապա վարչապետի, նախագահի պաշտոնները օրենքով սահմանված արգելքին հակառակ վստահված անձանց միջոցով ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպություն հիմնադրելու եւ առևտրային կազմակերպությունների կառավարմանը մասնակցելու նպատակով օգտագործելով իր պաշտոնական դիրքը նպաստել է, որպեսզի օտարերկրյա ներդրումներով Հայաստանի կարիքների բավարարման համար Արարատի մարզի Սուրենավան համայնքում բիտումի գործարանի հիմնադրմանը ներգրավեն իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող ՄԲ-ն եւ վերջինիս պատկանող կազմակերպությունները։ Համացանցում լայն շրջանառվում է դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանի եւ կինոռեժիսոր Արշո Հարությունյանի համատեղ պարը դերասան Խորեն Լևոնյանի հարսանիքի։ Նրանք պարում են հայկական երաժշտության ներքո, վարակելով նաեւ պարահրապարակի մյուս մասնակիցներին։